Հավատացյալ հայորդիկ, մեր կյանքի մեջ բացառիկ նշանակություն ունեցող մի պահ է այս պահը, որովհետև առաջին անգամ լինելով ես այս խորանի վրա ձնրատվում եմ աշակերտների ոտքերի առաջ և մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի օրինակին հետևելով տվացի այժմ նրանց ոտքեր։ Արարողությունը, որ կատարվեց այսօր այս մայր տաճարում և այս արարողությունը, որ կատարվում է մեր Հայաստանյաց եկեղեցու բոլոր ծուխերի մեջ աշխարհով մեկ, ինքնին արարողությունը այնքան խորհրդանշական է, խորհրդալից է և թելադրող է, որ կարիք չունե մեկնաբանության։ Բայց այսօր ես ուզում եմ ձեր բոլորի առաջ բացել այն ճշմարտությունը, որ մեր Տերը երկնից և իր գալով ինքը բացեց մեր բոլորի կյանքի առաջ։ Այդ ճշմարտությունը խոնարհության ճշմարտությունն է։ Աստված ինք արարիչը երկնի և երկրի, ստեղծիչը դիեզերքի, տվիչը կյանքի, անպավելին երկնի և երկրի, խոնարհեցավ, խանձարի մեջ հատատվեց մանուկի նման և ծառայի երբարանք ստացավ, ղենչագը իր մեջքին գավեց և խոնարհվեց իր առաքյալների ոտքերի առաջ։ Աստված ինքն էր, որ այս արարքն էր անում։ Ինչու համար։ Եվ ասեց, որպես ես ձեզ արարի, դարդիկ դուք ևս միմյանց զոդս տվան։ Ոտք լվալը ծառայի հատուկ գործ էր Եբրայեցի ժողովրդի կյանքի ավանդության մեջ։ Տան ծառաները տան Տիրոջ ոտքերն էին լվանում։ Այս էր գարտը աշխարհի այդ օրերին։ Բայց Քրիստոս շրջեց ամբողջ իմաստը ծառայության, մեծության և խոնարհության։ Մի օր եկեղեցու ամենամեծ սուրբերից նկատված արևմտյան աշխարհի թերևս ամենամեծ սուրբը նկատված Սուրբ Օգոստինոսին հարց տվեցին, որն է քրիստոնեական առաջին առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Հարց տվեցին, որն է երկրորդ առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Երրորդ անգամ հարց տվեցին, որն է երրորդ առաքինությունը։ Նա ասեց խոնարհություն։ Խոնարհության մեջն է ճշմարտվում, իրականություն է դառնում սեր։ Երբ կսիրես, կծառայես։ Երբ չես սիրել, չես կարող ծառայել։ Խոնարհության գաղափարը մեր ժողովրդի որոշ մասի մեջ սխալ է հասկացվել։ Խոնարհությունը խեղճության, տկարության հետ են առնչում կամ նույնացնում։ Նա որ խոնարհվի, կգործեն տկար, խեղճ մարդ։ Բոլոր մեծ մարդկանց կյանքերը եթե կարդաք, մեծակույն մարդիկը եղել են խոնարհակույն, համեստակույն մարդիկ։ Եվ հետևաբար
Քրիստոնեության մեջ ամենին մեծ ուժը Աստծու նմանելու ուժն է մարդկանց, եւ Աստծուն ոչ ոք կարող է նմանել, եթե լինի անպարտաբան։ Հենց մեր Սուրբ Գրքի առաջին իսկ գլուխից մենք իմանում ենք, որ մարդը Աստծուց հեռացավ, երբ ինք իրեն Աստված կարծեց, երբ ինք իրեն Աստված նկատեց, ամենակերպ նկատեց։ Նա, որ գիտե խոնարհվել, նա կարող է բարձրանալ եւ ծառայել։ Խոնարհվել ծառայելու համար, ծառայելուց հետո ծառայության մեջ են մեծանալ, գոհանալ եւ Աստծուն առջեւ հանդարտ խոժով նայել եւ ասել. «Ծառայ անբիդանք եմ, զորինչ բարտներ առնել արարակ»։ Մի Արավիչ դիեզերքի հաճվեց մարդկանց ձեռքով, փոքրացավ, մեծացավ եւ իր խաչը եղավ մեզ ապավեն։ Այս ավակ շաբթվան ընթացքում, այսօր վաղ թաղման գարքի ընթացքում, շաբաթօր ջրակալուցի պատարակով, իսկ զատկին հարության տոնով, եկեք բոլորս կերպարանափոխվենք, հոգեփոխվենք, պայծառագերբվենք, ճշմարիտ քրիստոնյա դառնանք, ճշմարիտ հայ դառնանք, առաքինության հետևից վազենք, որպեսզի կարողանանք մեր կյանքն անել Աստծուն հաջող եւ ասկին բարերար կյանք, վասն Աստծու փառացն եւ վասն ասկի շինության եւ վասն եկեղեցուց պայծառության հավիտյան հավիտենից